Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցում էին Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին եւ քննարկվեցին ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 3 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 2 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժը։